Բանակը եւ անվտանգային կարողությունները ուժեղացնում են այդ բանակը ֆինանսավորելով, զենք առնելով, բանակը ժամանակակից ստանդարտներին համապատասխան կառուցելով։ Ռոբերտ Քոչարյանը ո՞նց է դա արել։ Երբ որ Ռոբերտ Քոչարյանը եկել է Հայաստան որպես սովորական մի, ասենք, միջին վիճակագրական քաղաքացի եւ հետո դարձել է մուլտիմիլիոնատեր, դա ինչ կարող է պարզի, որ դա հենց բանակի կարողությունների հաշվին է Ռոբերտ Քոչարյանը դարձել մուլտիմիլիոնատեր։ Ռոբերտ Քոչարյանը, որ երկու բառի մեջ 3 հատ տառասխալ է անում, հաղթանակած երիտասարդություն, եւ դա 10 տարի նախագահ լինելուց հետո։ Ռոբերտ Քոչարյանը, որ ինքը խոստովանում է, որ մի երկու բառ գրի, կարող է մի քանի տառասխալ անի։ Ռոբերտ Քոչարյանը, որը նույնիսկ երբ որ լուռ է մնում, էլի տառասխալ է անում։ Ոնց է դարձել մուլտիմիլիոնատեր իր բանի ընտանիքի հետ միասին։ Կարող է պարզվի, որ դա արել է հենց այդ բանակի հաշվին։ Հարուստները հայոց լեզվի հսկայական մասնագետներ են, եթե տեսակ եք։ Եվ ուրիշ բանի մասին ենք խոսում։ Մենք ուրիշ բանի մասին ենք խոսում։ Մենք ուրիշ բանի մասին ենք։ Մենք խոսում ենք այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը աշխատել է որպես նախագահ, ինքը այլ բիզնես գործունեություն չի ծավալել։ Ռոբերտ Քոչարյանի երեխաները, որոնք որ դեռ պատանեկության տարիներում են եղել, այդ ո՞նց եղավ, որ միանգամից դարձան բան, միանգամից դարձան այդպես բան, վունդերկինդ, հրաշամանուկներ էին, տաղանդավոր էին, հա, այդպես միանգամից իրանք բիզնես ջիղ ունեին եւ այդ բիզնես ջիղը կարողացան։ Ոնց է եղել, որ միանգամից հենց բանի պաշտոնյա նախկին պաշտոնյաների երեխաները հենց ունեին այդ բիզնես ջիղը։ Բայց հիմա մենք ինչ պետքա հերքենք ակնհայտը,